Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում, այս ձմեռային մի քիչ ցուրտ եւ բայց շատ արևոտ ու պայծառ օրը մենք ձեզ ասում ենք բարի լույս։ Դե մենք ենք Սուրենը, Սոնան եւ Ադրինեն։ Այո, բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք առաջարկում ենք որպեսզի հարմար տեղավորվեք էկրանների առջև եւ մեզ հետ միասին ունենաք լավ առավոտ։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօր արդեն դեկտեմբերի 4-ն է, սիրելի Սուրեն։ Այո, ձմռան 4-րդ օրը արդեն իսկ սկսվել է ցրտով մի քիչ եւ բոլորիս համար անսովոր է, որտեղ վայելում ենք տաք օրերը ձմռան, ինչեւ է, փորձենք կամաց նաեւ տրամադրվել այն փաստին, որ շուտով նույնիսկ շատ ցուրտ կլինի, ձյուն կգա եւ բնականաբար ձմռան այս օրերը կանցնեն հուսանք նամակներով, ջերմ ձմեռ պապիկին գրվելիք եւ ամանորյա նախատոնական թողուբով։ Իդեպ նամակների մասին։ Այո, օրը ցուրտ է, բայց տաք խորհուրդ ունի, դեկտեմբերի 4-ը շատ հետաքրքիր եւ յուրահատուկ տոն է։ Այսօր ձմեռ պապին նամակ գրելու ու նվերների պատվերի օրն է։ Նվերների պատվեր բառակապակցությունը ինձ շատ է դուր գալիս։ Այո։ Այս տոնը նվիրված է բոլոր նրանց, ովքեր հավատում են ձմեռային հրաշագործին եւ անհամբերությամբ սպասում են հրաշալի տոնին, ամանորին։ Սովորաբար հենց դեկտեմբերի 4-ին աշխարհի շատ երկրներում փոստերը սկսում են ձմեռ պապին հասցեագրված նամակներն առաքելու ծառայություններ մատուցել, ինչպես նաեւ բացվում են հատուկ փոստային հաստատություններ, որտեղ բոլոր երեխաները եւ նրանց ծնողները կարող են նամակներ ուղարկել ալեհեր հրաշագործին։ Տոնի օրը շատ տրամաբանական է, շուտով նոր տարի է, զարդարված տոնածառներ, տոնական լույսեր, բոլորը սպասում են հրաշքների ու տոնակատարությունների, նվերների եւ անակնկալների։ Եվ հենց հիմա լավագույն ժամանակն է երազանքը պահելու եւ ձմեռ պապիկին նամակ գրելու համար, բացի այդ ժամանակահատվածը բավական է, որպեսզի բոլոր նամակները շատ ճիշտ ժամանակին հասցնեն հենց ձմեռ պապիկին։ Այնպես որ գրեք նամակներ, իսկ թե ինչի վրա գրել, սովորական թղթի կամ արևոք բացիկների, որոնք հենց տոնական տրամադրություն կտան եւ շատ արագ կհասնեն ձմեռ պապիկին։ Դե չմոռանաք նամակը գրելուց հետո այն անպայման ուղարկեք հասցեով եւ խնդրեք ծնողներին, որպեսզի այդ հարցում ձեզ օգնեն։ Դե ծնողներին էլ ունենք լավ խորհուրդ, Սոնա, որպեսզի ծնողների մոտ տոնական լինի տրամադրությունը, ես առաջարկում եմ Իջևանի գինուգործարանի կողմից ռոզե փրփռուն բրիզը, գինին, որը իհարկե հատուկ է հենց ամանորյա գեղեցիկ երեկոների համար, հատուկ գույն եւ տրամադրություն կհաղորդի։ Եվ ոչ միայն ծնողներին, այլև ձմեռ պապիկին եւս շատ մեծ այսպես տոնական տրամադրություն կպարգևի բրիզը, այնպես որ բոլորի համար այս փրփրուն գինին շատ համահունչ կլինի եւ տոներին ընթառաջ, տոների ընթացքում վստահ եմ մեր բոլորի լավագույն ընկերը կլինի։ Դե իսկ բրիզի կողքին պետք է առանձնացնենք համեղագույն ուտեստ, որը մշտապես առաջարկում է մեր շատ սիրելի Ադրինեն, եւ այս առավոտը բացառություն չէ։ Հիմա տեղափոխվենք խոհանոց, ողջունենք նրան եւ ծանոթանանք օրվա բաղադրատոմսին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս, Ադրինե։ Բարի լույս, սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին։ Սիրելիներս, ոնց հասկացանք, շատ գեղեցիկ օր է այսօր։ Այսօր նամակների օրն է։ Մի վարանեք, նստեք եւ գրեք այն գեղեցիկ երազանքի ցանկության մասին, ինչը դուք իսկապես սրտի խորքում փափագում եք։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս թե մեծերը, թե բնականաբար փոքրերի մասին խոսք չկա, բայց մեծիկներն էլ թող զերծ չմնան այս գեղեցիկ արարողությունից եւ անպայման երկու տող նամակ գրեն։ Եվ այսպես, սիրելիներս, ես ձեզ առաջարկում եմ շատ նամակի կողքին առաջարկում եմ համեղ նախաճաշ եւ իհարկե օրվա բաղադրատոմսը։ Իսկ օրվա բաղադրատոմսն է կոտլետ, ոսպով կոտլետ, շատ ավանդական է, շատ տարածված է, բոլորը շատ հաճախակի պատրաստում են, այսօր ես կառաջարկեմ այս տարբերակը, վստահ եմ դուք էլ ունեք ձեր բաղադրատոմսը, մեզ այսօր պետք է լինելու խաշած ոսպ, խաշած գազար, խաշած մեկ հավկիթ եւ ահա այստեղ մեկ կարտոֆիլ է խաշվում, դա էլ պետք է ավելացնենք մեր զանգվածին եւ այստեղ ունենք պաքսիմատ, իսկ համեմունքների մասին բնականաբար խոսենք, ավելացնելու ենք մի քանի համեմունք, որպեսզի լինի շատ համեղ եւ շատ ճոխ կոտլետներ։ Ամեն ինչ կպատրաստենք, կտապակենք եւ վերջում կվայելենք։ Դուք մնում եք մեզ հետ, որովհետեւ շատ հետաքրքիր էլի եւս մեկ անգամ հետաքրքիր եթեր ենք փորձում ապահովել, դուք մնում եք մեզ հետ։ Ես խոսքս փոխանցեմ գործընկերից, կշարունակենք։
Այո, համեղություն է այսօր մեզ սպասում Սոնա, դե Ինչպես սպասենք, միշտ։ այո, Այո։ անհամբեր սպասենք արդեն եթերի ավարտին, երբ արդեն այդ ամենը կճաշակենք։ Դե չմոռանանք նաև մարզվելու մասին, որովհետև շատ կարևոր է օրը սկսել լավ տրամադրությամբ, որին անմիջական նպաստում է ձեր մարզավիճակը։ Օրվա ընթացքում շատ քայլեք, ճիշտ սնվեք եւ փորձեք ժամանակ գտնել անպայման մարզասրահ այցելելու համար, որովհետև մարզիչները պրոֆեսիոնալ կարող են ձեզ խորհուրդ տալ եւ ինդիվիդուալ մարզացուցակ կազմել հատուկ հենց ձեզ համար։ Իսկ այդ լավագույն վայրերից մեկը Սոնա Իհարկե, Ակվատեկ համալիրն է քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկը։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Բարելույս սիրելի հեռուստադիտողներ, ATV առաջին ծրագրի եթերում ենք ես Քնարիկն եմ, հանդիսանում եմ Ակվատեկ սպորտային համալիրի պրոֆեսիոնալ մարզիչ։ Այսօր ձեզ ցուցադրելու եմ ձեռքերի եռագլուխ մկանների վարժություններ։ Այդ խնդիրը մենք բոլորս էլ ունենք, այն մեզ մոտ կախվում է։ Ձեզ կցուցադրեմ 3 ֆանտաստիկ վարժություններ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, վստահ եմ ձեզ շատ անհրաժեշտ է լինելու։ Սիրելի հեռուստադիտողներ, առաջին վարժությունը, որը պիտի կատարենք, տեսեք, ժապավենով եք կատարում։ Տեսեք, տանը ձգող ինչ ունեք, բայց առհասարակ, եթե մարզվում եք տանը, ձեզ խորհուրդ կտամ այսպիսի ժապավեն ձեռք բերել, այն եւ մատչելի է, եւ հնարավոր է ձեռք բերել ցանկացած սպորտային խանութից։ Ոչ միայն ձեռքերի շատ վարժություններ, շատ վարժությունների ժամանակ կարող եք այս ժապավենը օգտագործել։ Տեսեք, կիսում ենք ժապավենը, որովայնի մկանները հետ ենք սեղմում, մեջքը ուղիղ, շատ կարևոր է։ Ձգեցինք ժապավենը, տեսեք, մեջքը մաքսիմալ ուղիղ։ Մինչև վերջ ծալված, արտաշնչելով բարձրացնում ենք վերև եւ շնչելով իջեցնում ենք։ Արտաշնչելով բարձրացնում ենք մինչև վերջ, սիրելի հեռուստադիտողներ, եւ շնչելով իջեցնում ենք։ Սկսնակները կարող են այս վարժությունը սկսել 16 հաշվից։ Այնուհետև զսպանակումներ ենք կատարում։ Այսպես տեսեք։ Ուշադրություն դարձրեք, որպեսզի արմունկը գլխին համարյա կպած լինի, իսկ եթե ամբողջությամբ կպած լինի, շատ ավելի լավ։ Զսպանակումները կարող եք կատարել մոտավորապես 32 հաշիվ։ Նույն վարժությունը բնականաբար կկատարեք մյուս ձեռքով։ Սա առաջին վարժությունը, երկրորդը։ Սիրելի հեռուստադիտողներ, երկրորդ վարժությունում։ Տեսեք, ես վերցրել եմ ծանրագնդեր։ Եթե տանը չունեք ծանրագնդեր, բայց շատ ցանկալի է որ ունենաք, իհարկե։ Կարող եք վերցնել շիշ, լցնել ջուր կամ գուցե ինչ-որ քարեր, մի խոսքով ստեղծել ծանրություն։ Տեսեք, արմունկները շատ կարևոր է հավաքված։ Այս աստիճանի պիտի արմունկները հավաքված լինեն։ Տեսեք, արտաշնչելով մինչև վերջ բացում ենք եւ շնչելով իջեցնում ենք, մինչև վերջ ծալելով, արտաշնչելով մինչև վերջ բացում ենք եւ շնչելով մինչև վերջ իջեցնում ենք, նորից եմ կրկնում, մինչև վերջ ծալելով։ Սկսնակները կարող են այս վարժությունը սկսել 10-ից 16 անգամ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա ցույց կտամ երրորդ վարժությունը՝ ձեռքերի եռագլուխ մկանների։ Տեսեք, մեջքը մաքսիմալ ուղղում ենք, գալիս ենք առաջ, ծնկները փափուկ, արմունկները տանում ենք հետ։ Տեսեք, նորից արտաշնչելով բացում ենք, շնչելով ծալում ենք։ Արտաշնչելով բացում ենք, շնչելով ծալում ենք։
Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ խորհուրդ կտամ աշխատել գոնե ամենաքիչը շաբաթը 3 անգամ։ Կարող եք մի օր հանգստացնել ձեր մկանները, մի օր աշխատել, մի օր հանգստացնել, հավատացած եղեք, դուք արդյունքը կտեսնեք, սիրեք ձեզ, սիրեք ձեր մարմինը, հետևեք ձեզ։ Այսպես լավ տրամադրությամբ շարժվում ենք առաջ, անպայման մարզվում ենք եւ չենք մոռանում, որ պետք է օրը սկսել հենց մարզավիճակով, որպեսզի գեղեցիկ կազմվածք ունենալ ու հետո արդեն գեղեցիկ հագուստներ կրել։ Այո, եւ ակտիվ քննարկում ենք այդ ամենի մասին այս ընթացքում եւ հիմա շարժվելով էլ առաջ, իհարկե անդրադառնալու ենք նաեւ նորաձևությանը, որովհետեւ այս թեման մշտապես բոլորին հետաքրքիր է եւ ինչպես արդեն երեք մեր հյուրերը փաստեցին, տղամարդիկ եւս շատ մեր օրերում հետաքրքրվում են թե նորաձևությամբ եւ թե խնամքով։ Բա իհարկե Սոնա ջան, բա նորմալ է դա։ Այո։ Այս պահին արդեն ժամանակն է դիտելու, հա, այդ մեր էջը նորաձևության մասին պատմող, հետո վերադառնանք ու շարժվենք առաջ։ Ողջույն, ես Մանանան եմ, Դաֆնի բրենդի հիմնադիրը, շարունակում ենք խոսել նորաձևության միտումներից եւ քանի որ խոսում ենք աշուն ձմեռ հավաքածուից, անհնար է պատկերացնել այս հավաքածուն առանց տրիկոտաժի։ Իհարկե տրիկոտաժը միշտ անհրաժեշտություն է այս սեզոնին, բայց ես փորձելու եմ խոսել ակտուալության մասին, որոշակի ձևվածքների։ Իհարկե հիշում ենք, որ ընտրությունը կատարում ենք միայն սեփական ոճի գերակայությամբ։ Ինչ ունենք մենք այս տարի, որ տեսնում ենք ցուցադրությունների ընթացքում։ Կառանձնացնեի ժիլետները, տրիկոտաժը, որոնք կարելի է կրել ամենաբազմազան ձևերով եւ ես միշտ նշում եմ, որ ժիլետի ձեռք բերելով աշնանը կարող եք երկարացնել ձեր վերնաշապիկների կյանքը եւ կրել այն նաեւ ձմռանը։ Իհարկե այժմ ակտուալ է նաեւ կրել ժիլետները որպես առաջին շերտ, հենց որպես բլուզ։ Այժմ հասկանանք ինչպիսի սվիտերներ եւ ջեմպերներ են այս պահին առաջարկում մեզ ցուցադրությունների ընթացքում, ինչպես նաեւ մաս մարքեթում։ Դրանցից առաջինը կառանձնացնեմ պոլոները, այսինքն օձիքով տարբերակները, որոնք կարծես վերնաշապիկի եւ սվիտերի խառնուրդ լինեն, ունենալով տաք դուք կարող եք պահպանել նաև այդ գրասենյակային ոճը, նաև պրեպի ոճի մեջ շատ լավ է տեղավորվում այս օձիքով բլուզները։ Կարող եք ընտրել եւ ֆակտուրային եւ ավելի մինիմալիստական տարբերակներ։ Շարունակելով խոսել օձիքների ձևվածքի մասին, պետք է նշեմ, որ նաև նորաձև են շղթայով տարբերակները բարձր վզով։ Այստեղ նորից կարող եք ընտրել եւ ֆակտուրային տարբերակներ եւ ավելի մինիմալիստական տարբերակներ։ Մյուս ձևվածքը նորից բարձր վզով, բայց այս անգամ առանց շղթայով տարբերակներն են, դրանք միշտ դասական տարբերակով ակտուալ են եւ ակտիվ, ինչը կուզեի առանձնացնել այժմ, հիմնականում բարձր վզով տարբերակները այժմ պտտվող չեն, այսինքն մեր բարձր վզի էֆեկտը ստանում ենք առանց ծավվածքի։ Եվ չեմ կարող չխոսել նաեւ տրիկոտաժե սեթերից, որոնք այս տարի շատ ակտուալ են, հատկապես կիսաշրջազգեստով տարբերակները, իհարկե տաբատով տարբերակները նույնպես խաղի մեջ են, չենք մոռանում դրանց, բայց կիսաշրջազգեստով տարբերակները կարծես թե ավելի ակտիվ են, հատկապես մաքսի տարբերակները, հենց նույն գործվածքից բլուզների հետ, ինչպես նաև կարդիգանների հետ միասնությամբ։ Տրիկոտաժի թեման շատ ծավալուն է, բայց քանի որ մենք ունենք ժամանակային սահմանափակում, ձեզ համար առանձնացրել էի այս տարբերակները։ Եվ ինչպես միշտ նշում եմ, թրենդները ոչ թե պետք է խանգարեն, այլ օգնեն ձեզ ավելի մոտենալ ձեր ոճին։ Բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ։ Սիրելիներս, այսօր պատրաստում ենք ոսպով կոտլետներ։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Բնականաբար խաշած ոսպ, այստեղ ունեմ 2 խաշած գազար, 1 խաշած հավկիթ, կարտոֆիլը արդեն իսկ խաշվել է, ահա հեռացնեմ գազօջախից, այստեղ ունենք պաքսիմատ եւ օգտագործելու ենք համեմունքներ։ Ինչ ենք արել մինչ այս պահը։ Ես փորձեցի այս հետաքրքիր փայտե հին ավանդական գործիքի միջոցով տրորել ոսպը, ահա տեսեք, բավականին է լավ է տրորվել։ Կարող եք ամենապարզ գործիքով, կարտոֆիլը ճզմող գործիքով տրորել ոսպը, իհարկե պետք է շատ լավ խաշված լինի, փափուկ լինի, որ կարողանաք հանգիստ առանց դժվարությամբ այն տրորել։ Ահա, տրորել եմ ոսպը, այս ընթացքում հասցրեցի դա անել։ Հիմա սիրելիներս շարունակում ենք, գազարը փորձենք էլի նույն ձևով տրորել, ճզմել, այսպես։ Տեսեք, ահա այսպես ճզմենք նաև գազարը։
Ադրինե, Ողջույն Սուրեն ջան։ ինչ ենք անում։ Ահա տեսնում ես, ես այսպես ուժեմ գործադրում, այո։ Չէ, սիրելիս, կարիքը չկա երևի։ Դե նայ հետո չասես, Դավիթ եկավ գողգող գնաց։ Իհարկե չեմ ասի։ Իդեպ նամակ գրել ես Ձմեռ պապիկին, այսօր նամակ գրել օրն է։ Անկեղծ չեմ հասցրել, դեռ բայց կգրես։ նույնիսկ ոչ թե չեմ հասցրել, նույնիսկ դեռ մտքովս էլ չէր անցել, բայց այսօր դուք ինձ արթնացրեցիք, ես էլ խորհուրդ տվեցի ձեր իհարկե գեղեցիկ մեկնաբանությունից հետո, որ իսկապես այսօր չենք վարանի եւ նամակը կգրենք։ Դե, ես տեսնում եմ այստեղ խոհանոցում sense հետաքրքիր պատրաստություն է եւ հետաքրքիր համեղություն։ Իդեպ անընդհատ համացանցում Ադրինե պատտվում է մի ինչպես են ասում, հոլովակ, որը տարածված է շատ։ Կալեն, ծավտանը ու ներվայնացնում այնց դա արդեն, որովհետև բոլորի անուններով կա, Ադրինե, իմ անունով չկա։ Դրանից էսն է։ Որտեղից այդ անարդարությունը գալիս։ Սուրեն, ես նույնիսկ կասկած Սոնան ասում որ իմ անունով կա, բայց ես չեմ տեսել Սոնա, խնդրեմ կուղարկես դա ինձ։ Վերջ, ես կասկած չունեմ, որ կլիներ։ Նայ, քո անունով էլ չկա, բայց ես կերկեմ։ Ադո, ծավտանը, ջոն, ադո, լավ մարդ, ադո, համեղ, ադո։ Տեսար։ Սուրեն, դա էլ կա, պաստոր։ Ինչ էյա, ինչ բան։ Վերջ, Կենթանի կատարում Այո, այսպիսի նվեր չէր կարող ավելի թանկ նվեր լինել, առավոտ շուտ, շնորհակալ եմ շատ երգի համար, խոսքերի համար, բառերի համար, շատ հաճելի իմիջ այլոց, չգիտեմ ով է դա հորինելով է մտածել, այո, գիտեմ, բայց ոնց է այդպես գաղափարը ծնվել, շատ լավ միտք է։ Այո։ Բոլորին շատ ուրախացնում է դա։ Ամենա դեպքում դա արհեստական բանականություն է, թե բնական բանականություն է, կապ չունի։ Կարևորը որ ուրախ էմոցիաներ է տալիս, որ հենց դրա մասին է խոսքը։ Դժվար ենք կարողանում միմյանց տալ, բայց փորձենք գոնե այս դեպքում։ Այնպես որ ադո ծավտանը Ջան Սուրո, ջան Բայց ինչ էր անում, այդ ձայնը չեմ կարող ես ստանամ, ափսոս իհարկե, բայց հիմա ունենք են ինչ ունենք։ Շատ շնորհակալ եմ, շատ լավ է ամեն ինչ, այո։ Եվ այսպես անցանք առաջ Սուրջան, ուրեմն ինչ արեցինք, կարտոֆիլը, գազարը տրորեցինք, մեկ հավկիթը, որը խաշված է, ես կավելացնեմ, էլի կտրորեմ ուրեմն այս խյուսին, եթե հարց ծագի ընդհանրապես ինչու է խաշված վիճակում, այս պարագայում, ինչու է խաշված վիճակում։ Այո, որովհետև սովորաբար այսպիսի զանգվածներին, խյուսերին մենք ավելացնում ենք թարմ հավկիթ, կպչունություն դարձնի, բայց ես մի բան եմ բացահայտել, իմիջիայլոց մամաներ ջան, ուզում եմ ձեզ հետ կիսվել, չգիտեմ խորհուրդ կընդունեք, թե ոնց կընդունեք, երբ մենք նույնիսկ ուրեմն մսային զանգվածին երբ ավելացնում ենք թարմ հավկիթ, մենք փորձում ենք կպչունությունը ապահովենք, բայց դրանով մենք ավելի ձիգ ու պինդ ենք դարձնում զանգվածը, որը տապակվելիս ոչ թե լինում է հյութեղ եւ այսպես ջրալի, փափուկ, այլ դառնում է շատ կարծր պինդ, ավելի այսպես ասած ձիգ հավաքում է միսը, ես դա նկատել եմ եւ խորհուրդ կտամ թարմ հավկիթ ընդհանրապես չավելացնեք կոտլետներին։ Այս անգամ փորձեք իմ ասած տարբերակով։ Ոչ էլ եփած տարբերակով, ես հիմա բաղադրատոմսն է պահանջում եփած տարբերակով այստեղ, բայց մսային ֆարշին, այն մսային զանգվածին մի ավելացրեք որևէ տեսակի հավկիթ, ընդհանրապես բացառեք հավկիթը, հավատացում եմ շատ ավելի համեղ, փափուկ եւ ավելի ջրալի կստացվի այդ կոտլետը, քան թե հավկիթը ուրեմն օգտագործելիս։ Ադրինե, ինչ խորհուրդ տաս այսօր օգտագործել կոտլետի հետ։ Մենք ունենք շատ համեղ թթուներ, այդտեղ կա նաև սա Շուշանի թթու է, կարծեմ, Շուշանի թթու ունենք, կարող ենք օգտագործել, նույն խավիարը շատ սմբուկով շատ լավ կլինի, իմ ամբայալդին շատ լավ կլինի, կողքին, մի խոսքով տեսականը շատ մեծ է։ Այո։ Ես շատ եմ սիրում այս ճաշատեսակը եւ կարծում եմ, որ համեղ է լինելու։ Շատ։ Հիմա ես պետք է տեղափոխեմ սա այս մեծ ամանի մեջ, որպիսի համեմենք եւ իհարկե սկսենք կոտլետները պատրաստել։ Էլի համեմունքների մի ամբողջ փուլ սպասում է։ Անպայման, առանց դրա չի լինի։
Այո, չմոռանանք, որ այսօր նամակ գրելու օրն է, գրեք ձեր նամակները Ձմեռ պապիկին, հայտնեք ձեր ցանկությունները, հուսանք, որ այդ ցանկությունները իրականություն կդառնան, իսկ ամենակարևորը ես համոզված եմ, որ բոլորի նամակներում ինչքան էլ նյութական ու շոշափելի լինեն նվերները, ամենակարևոր ցանկությունների շարքում առաջին հերթին խաղաղությունն է հայոց աշխարհին, որպեսզի այո, այս ամենը իհարկե ավելի արդեն հանգիստ ու հետաքրքիր լինի մեզ համար, այնպես որ փորձենք այդ խաղաղությունը ապահովել եւ մաքրությունը մեր քաղաքի։ Վերջին շրջանում շատ է խոսում օդի աղտոտվածության մասին, ընկերներիցս մեկը սովորելով բժշկական ինստիտուտում երեք ասաց, որ ստուգ գումեն արել այդպես ուսանողներով եւ չգիտեմ ինչքանով է դա հավաստի, բայց պարզվել է, որ 90% մոտավորապես աղտոտված է Երևանյան օդը եւ համաշխարհային ցուցանիշներով մենք առաջին տեղում ենք։ Ցավոք այդպես է եւ դրան նպաստում են նաեւ բազմաթիվ մեքենաների արտանետած այդ թունավոր գազերը, որոնք այնքան շատ են այս մեկ տարվա ընթացքում ավելացած մեքենաները, որոնք ցրտի պայմաններում, այո, քանի որ օդը սառն է, այդ թունավոր գազերը չեն բարձրանում վերև եւ մնում են սառած վիճակում արդեն փակելով եւ վերջին 2 օրը բազմաթիվ ինքնաթիռներ պարզապես չեն կարողանում վայրեջք կատարել այդ ամբողջ վիճակից մառախուղ ցակերտավոր կոչվածից եւ իհարկե փոխում են ուղղությունը հարևան Թիֆլիսում են իջնում ինքնաթիռները։ Դա իհարկե վատ է եւ վատ է, որովհետեւ այդ օդը մենք ենք շնչում, երեխաներն են շնչում եւ թունավոր այդ օդից շատ առաջանում են վատ հիվանդությունները, անբուժելի հիվանդությունները, որոնց, չգիտեմ, պետք է ինչ-որ ձև այս ամենի դեմն առնել, հակառակ դեպքում փոքր քաղաքը կվերածվի մի վայր, որտեղ արդեն էլ հնարավոր չի լինի շնչել։ Ես այսօր առավոտյան քայլերով գալիս էի հեռուստաընկերություն եւ հասկացա այն ճանապարհը, որ անցնում եմ, ես ամբողջ ընթացքում միայն մեքենաների այդ օդն էի շնչում եւ չկար ոչ մի, այսինքն երբ որ ժամանակին տեսնում էինք, որ Չինաստանում կամ որևիցե մի այդպիսի երկրում, որտեղ շատ բազմամիլիարդանոց բնակչություն ապրում, մարդիկ դիմակներով են ման գալիս ուղղակի օրը ցերեկով, զարմանում ենք ինչ են այդպես անում, արդյոք այդքան վատն է այդ օդը։ Այսօր շատ արագ այդ ամենը արիցես եկավ հասավ մեզ մոտ եւ մենք հիմա այս վիճակում ենք եւ ցավոք սրտի ինչքան էլ փորձում ենք ուշադրություն չդարձնել, դե օդը կմաքրվի, բան, այդպես չի լինում։ Այդ օդը հանգեցնում է վատ հիվանդությունների, որոնց կանխարգելելը արդեն դառնում է ուշ եւ անիրականանալի։ Այնպես որ, չգիտեմ, ինչ որ բան պիտի արվի եւ յուրաքանչյուրս պետք է մտածենք այդ մասին, այլ ոչ թե թողնենք, ասենք, դե պատկան մարմինները թողանեն։ Այո, թողանեն, բայց մենք էլ մեր հերթին մաքուր պահենք շրջակա միջավայրը, որովհետեւ դրանից նույնպես շատ եմ նկատել, որ չգիտես ինչու, հավաքում են աղբը, այդ ռեզինը եւ վառում են ոչնչացնելու համար ու մի սև ծուխ է բռնում քաղաքում տարբեր բակերում։ Ուզում եմ հասկանամ, այդ վառողները ինչ են մտածում, այդ ինչա լինելու, այդ ծուխ ուրակորելու։ Արդյոք դժվար է այդ ամենը ուղակի տանել, գցել աղբամանը, որովհետեւ հետո այդ ամենը կտարվի։ Այլ դնել բակում վառել, բազմիցս նշվել է, որ տերևները վառելուց թունավոր նյութ է դուրս գալիս, թունավոր է դա, չի կարելի, դա ուղղակի տերև չի, դա ուղղակի փայտ չի, դա տերևներն են, որոնց մեջ արդեն թափվելուց հետո կան որոշակի նյութեր են հավաքվում, որոնք թունավոր նյութ են արտազատում արդեն վառելուց հետո եւ վնա, էլ չասեմ, որ ռեզինե, ռետինե այդ ամբողջ, չգիտեմ, անիվները, ինչ որ մի վերջերս նկատեցի, հենց 15 թաղամասի անկյունում շատ մուգ ծուխ էր բարձրանում եւ պարզվեց, որ ինչ որ մեկը ուղղակի որոշել է ավտոտնակի տարածքը մաքրել եւ այրում էր ամբողջ այդ ռետինե անիվները։ Եվ ոչ մեկ չեկավ ու ասել, եղբայր, ես ինչ ես անում։ Դե հիմա անկեղծ ասած բոլորը թե վախ կա մարդկանց մեջ, թե անտարբերություն, ես չգիտեմ դա ոնց ձևակերպել, բոլորը խուսափում են մեկը մյուսի հետ, գործ չունի, այսպես ասած ժողովրդական լեզվով։ Հիմա եկանք հանգեցինք այդ ողբերգությանը, կարելի ասել, որովհետեւ 2 օր քաղաքի վրա ես վերջերս ինքնաթիռով երբ որ վայրիչք են կատարում, սովորաբար ամպի միջով անցնելով դու տեսնում ես ամպը սպիտակ է, բայց այս անգամ շագանակագույն էր մուգ, այսինքն կեղտոտ էր այդ ամպը, որի միջով մենք իջնում ենք։ Սարսափելի։ Եվ դա ոչ թե մառախուղներ, այլ այդ կեղտոտ օդներ։ Պարզապես կեղտոտ օդներ, այո, ընդհանրապես։ Այսինքն թարսի նման էլ անձրևներ չեն գալիս, որպեսզի մաքրվի, բայց ինչքան էլ գան, պիտի շատ մեծ քանակությամբ գան, որ գոնե ինչ-որ չափով այդ ամենը մաքրվի։ Այո, ամբողջ աշխարհում գլոբալ առումով շատ ծանր է էկոլոգիան, այսինքն թե ջրի պակաս կա եւ թե կեղտոտ օդ կա, այստեղ համատարած եւ այս ամենը հասել է նաեւ մեզ։ Պետք է փորձենք գոնե ունեցածը ինչ որ կերպ պահպանել, գոնե ունեցածը խնայել, որպեսզի շատ ավելի
վատ փաստի առաջ չկանգնենք։ Այսպես, ես հասցրեցի այս ընթացքում Սուրեն ջան ավելացնել համեմունքներ, ուրեմն սև եւ կարմիր պղպեղներ, բնականաբար աղ, քրքում, սխտորի փոշի եւ ավելացրել եմ խմելի սունելի շատ տեղին ու համով կլինի, ընդհանրապես հատիկ եղենի հետ խմելի սունելի շատ համեղ համադրություն է խորհուրդ եմ տալիս օգտագործել։ Հիմա փորձեմ խյուս զանգվածը պատրաստել, մի փոքր էստեղ ավելացնեմ ուրեմն պաքսիմատ, այստեղ միայն պաքսիմատ է պետք, էլի փափկություն Սա իհարկե արդեն եկավ ժամանակը գնդիկներ պատրաստելու, իսկ ինչպես է այս ամենը արդեն տեղափոխվելու թավայի մեջ, կիմանանք քիչ հետո, հիմա շատ կարճ դարձար, այո, վերադառնանք շարունակենք։ Եվս մեկ անգամ բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, ահա արդեն սկսեցինք պատրաստել կոտլետները։ Հիշեցնեմ, թե ինչ ենք պատրաստում։ Այսօր պատրաստում ենք ոսպով կոտլետներ, ուրեմն զանգվածը պատրաստ է, այստեղ ոսպ է, գազար, խաշած հավկիթ, խաշած կարտոֆիլ եւ իհարկե համեմունքներ։ Ինչպես նաեւ մի փոքր պաքսիմատ ենք ուրեմն ավելացրել այստեղ։ Թավան տաքանում է արդեն, յուղը ավելացնենք, ոչ շատ այսպես թող յուղը առատ մի օգտագործեք, որպեսզի կոտլետները շատ չներքաշեն իրենց մեջ այդ յուղը։ Ամենապարզ տարբերակով սիրելիներս, ահա պատրաստում ենք գնդիկներ, վերածում ենք կոտլետի, կարող եք նույնիսկ այսպես կլոր ձևով թողնել, սիրելիներս, այսպես, որպեսզի պատառներ պատրաստեք երեխաների համար, հավատացնում եմ նրանք չեն զգա, որ սա ոսպ է եւ ոչ թե միս։ Ահա, այսպես կլոր գեղեցիկ կոտլետներ կպատրաստենք եւ կտապակենք թավայի մեջ։ Այսպես, հերթականությամբ կգնամ առաջ, կարծում եմ շատ պարզ է, շատ հասանելի եւ մաչելի բաղադրիչներից, այնպես որ դուք էլ փորձեք։ Խոսքս փոխանցեմ գործընկերներից, հետո կշարունակենք։ Շնորհակալություն Ադրինե, իհարկե քիչ անց նաև կներկայացնենք ամբողջական վերջնական տարբերակը, դա արդեն հաղորդումը ամփոփելիս, իսկ հիմա ժամանակն է, որպեսզի խոսենք առողջության մասին, եւ հենց հիմա մեր եթերում կլինի մեր առողջապահական էջը։ Լիպոֆիլինգը դա քիչ փոքր ինվազիվ վիրահատական միջամտություն է, որ այսօր էսթետիկ բժշկության մեջ շատ հաճախ է կիրառվում։ Լիպոֆիլինգը իրենից ներկայացնում է նախ առաջին էտապը լիպոսակցիա, երբ հեռացվում է մաշկի տակ գտնվող ենթամաշկային ճարպային բջջանքը, հետո այն ճարպը ենթարկվում է որոշակի մշակման եւ հետո այն ներարկվում է այն հատվածներ, որտեղ ուզում ենք հաղորդել ծավալային փոփոխություններ։ Հիմնականում իրականացվում է դեմքի շրջան, կրծքերի շրջան, նստատեղի շրջան։ Լիպոֆիլինգի մեթոդը կիրառում եմ ես արդեն տարիներ շարունակ, դա իտալացի հայտնի վիրաբույժ Մարիո Գոյսիսի հեղինակային մեթոդն է, որը շատ քիչ տրավմատիկ է, իրականում կոչել այսպես որպես վիրահատական միջամտություն նույնիսկ չի կարելի, որովհետև միջամտությունից հետո հաճախորդներս հանգիստ կարողանում են գնալ, զբաղվել իրենց կենսակերպով եւ չկա դեմքի վրա որևէ արտառու, այսպես ինչ-որ այտուցներ, կապտուկներ եւ տրավմաներ։ Բնականաբար, եթե մենք իրականացնում ենք լիպոֆիլինգ, ապա այսօր լիպոֆիլինգի հիմնական ֆունկցիան ոչ թե ծավալային փոփոխություն հաղորդելն է դեմքին, այլ երիտասարդություն։ Լիպոֆիլինգի տված մաշկի սնուցումը անհամեմատելի է որևէ միջամտության հետ։ Չկա այսօր մի որևէ գործարանային պրոդուկտ կամ չկա այսօր մի որևէ քիմիական ֆորմուլա, որը մեզ կտա մեր սեփական ճարպի սնուցումը եւ այն ազդեցությունը մաշկի վրա, որը տալիս է սեփական ճարպային բջիջները։ Սեփական ճարպային բջիջները դրանք եւ ցողունային բջիջներ են, որովհետեւ իրենք կենդանի են, ներարկման համար ստացված ճարպային բջիջները չեն ենթարկվում մեր կենտրոնում որևէ մշակման, մենք չենք ցենտրիֆուգում, մենք չենք կոտրում, մենք չենք
ջարդում եւ այդ ճարպային բջիջները մաքուր լվացվելուց հետո ներարկվում են ենթամաշկային շրջան։ Ներարկման համար օգտագործում եմ այն կանյուլաները, որոնք ես առհասարակ օգտագործում եմ ֆիլերների եւ բիորևիտալիզանտների ներարկման ժամանակ։ Ինչու եմ դա նշում, որովհետեւ հաճախորդները գիտեն, որ դրանք բավականին բարակ կլոր ոչ սուրճ ծայրով գործիքներ են, որոնցով ներարկել ճարպային բջիջները դա մեզ կտա շատ քիչ տրավմատիկ ազդեցություն, գրեթե տրավմա չենք ունենում որևէ կապտուկներ, չենք ունենում որևէ անհարթություններ, որովհետև երբ հաճախորդները գալիս են, ասում են բժշկուհի ջան, մենք շատ կարդացել ենք կամ տեսել ենք, որ լիպոֆիլինգից հետո կարող են լինել այսպես գնդվածություններ ճարպային։ Ճիշտ լիպոֆիլինգի ժամանակ որևէ անհարթություն, որևէ ճարպային այսպես ինչ որ գնդերի կամ խմբերի գնդվածություն, անհարթություններ չպետք է լինեն։ Ներարկված ճարպի 50-60%-ը դուրս է գալուց, իսկ մնացած 30-40% ճարպը անօթավորվելու է, կպնելու է մեր սեփական ճարպի շերտին, որը գտնվում է ենթամաշկային շրջանում եւ դառնալու է հավելյալ ճարպային շերտ։ Այսինքն մենք ունենալու ենք առաջին ծավալ, որովհետև կլայնացնենք, կհաստատենք ճարպային շերտը, որը մեզ կտա ծավալային փոփոխություն։ Եվ երկրորդը մենք ունենանք հաստ ճարպային շերտ, որը շատ սնուցում կտա մեր մաշկի։ Իսկ դա նշանակում է եւ ջուր, եւ սննդարար նյութեր, եւ վիտամիններ, եւ ածխաջրեր, այսինքն այն ամենը, ինչ մենք ունենք այսօր տիեզերքում։ Ճարպային բջիջը դա մեր սեփական գործարանն է, որը կարտադրի այն համապատասխան նյութերը, որոնք անհրաժեշտ են մեր մաշկին չծերանալու համար։ Լիպոֆիլինգը այլ պրոցեդուրաների հետ համակցելը մի փոքր պահանջում է զգուշություն, որովհետև եթե մենք անում ենք լիպոֆիլինգ, ապա այս դեպքում մեր առաջացրած ճարպային բջիջները մենք շատ զգուշորեն պետք է վերաբերվենք, չունենանք այն միջամտությունները ճառագայթային, որոնք տանում են ճարպը։ Այսօր մենք ունենք ասեղնավորման մի քանի տեսակներ, որոնք իրականացնելուց հետո մեր դեմքի ճարպային շերտերը հյուծվում են։ Այսինքն իրականացնելուց հետո հստակ տալիս ենք ցուցումներ հաճախորդին, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել։ Լիպոֆիլինգը անփոխարինելի միջամտություն է ինձ համար, ինչպես եւ բոտուլինոտոքսինը, դրանք երկու շատ առանձնահատուկ միջամտություններ են, որոնք ունեն իրենց հավասարը կամ նույնիսկ իրենց հասնող ինչ-որ փոխարինումներ։ Լիպոֆիլինգը ասեցի, որ լինում է եւ դեմքի եւ մարմնի շրջանում, բնականաբար այսօր շատ հաճախ տեսնում ենք այդ լիպոսկուլտուրի ռվենիա, լիպոսակցիա, լիպոֆիլինգ, մարմնի կորեկցիա կոչված պլաստիկ վիրահատական միջամտությունը, որ շատ հաճախ են իրականացնում կանայք, այն գեղեցիկ արդյունք է տալիս, կինը շատ ավելի վստահ է իր վրա դառնում եւ այդ ինքնավստահությունը եւ գեղեցկությունը բնականաբար տալիս է կնոջը շատ մեծ երջանկություն։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ունենք երաժշտական առավոտ, երգի պրեմիերա եւ հիմա սիրով ներկայացնեմ, որ Վահե Միքայելյանի նոր երգը միանգամից տարածվել է ու դարձել սիրահար զույգերի սիրելի երգը։ Իսկ YouTube-ում տեսահոլովակն արդեն ունի բազմահազար դիտումներ։ 7-րդ երկինք երգի ու տեսահոլովակի մասին զրուցելու ենք մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Վահե Միքայելյանը եւ նրա քույրը Տաթև Միքայելյանը, ով Վահեի մենեջերն է։ Բարի լույս։ Ողջույն։ Ոնց եք։ Հիանալի, ձեզ հետ օրը սկսել ենք, արդեն ամեն ինչ շատ լավ է։ Ինչ լավ է։ Եվ քանի որ նոր երգի մասին Սոնան արդեն ազդարարեց, եկեք հասկանանք միջև նոր երգին անցնելը երաժշտական այս տրամադրությունը ինչպես սկսվեց, ինչու հենց երգել։ Սուրեն ջան, երգում 4 տարեկանից Արթուր Գրիգորյանի սանն եմ։ Սովորել եմ մանկուց, թե երգի պետական թատրոնում, թե Չարենցավանի արվեստի դպրոցում։ Ինձ միշտ հիշում եմ երգելուց, մանկուց է դա եկել ու երազել եմ դրա մասին միշտ ու հիմա փորձում եմ քայլ առ քայլ գնալ դեպի այդ երազանքը։
Ես էլ եմ Արտուր Գրիգորյանի, բայց հաղորդավարության ոլորտում։ Ես երգել եմ հենց այնտեղ փոքր տարիքից եւ ներկայացումների մեջ եմ ներգրաված եղել։ Ընտիր։ Փոքր տարիքում էլ տաններ ներկայացումներ բեմադրում։ Եվ դրանացներ քույրիկին։ Ամանորյա էր բեմադրում, հարևաններին էր հավաքում, հա, բոլորն ուրախանում էին։ Մեկ ձմեռ պապու կերպար էր, հետո ասենց միանգամից դառնում էր լրիվ ուրիշ, ասենց հարևանի տղա, հավեսով սիրում։ Սիրում էր, դա իրանն է, էլի, արվեստը իրանն է։ Եվ ձեր համագործակցությունը ինչպես է ստացվում, որովհետև ընտանիքում հարաբերությունները լրիվ ուրիշ են, եթե այդ ընտանեկան ջերմմթնոլորտին ավելանում է նաև գործնական հարաբերությունները, հարց է, այդ ջերմությունը մնում է, թե փոխվում է։ Իրականում ոչ միայն երաժշտական ասպարեզում ենք միասին համագործակցում, նաև ունենք միասին բիզնեսներ, ես եւ Տաթևը, ռեստորանային ու այդտեղ էլ ենք միասին կարողանում աշխատել, բայց երաժշտական ասպարեզում ստացվում է, քանի որ Տաթևը բավականին այս ամենից տեղյակ է ու ինձ կարողանում է շատ օգնել, բացի այդ մի sense խոսք կա, չէ, ասում են ավելի սրտացավ մարդ, քան ընտանիքի անդամը, կարծում եմ չի լինի հենց աշխատանքի մեջ, իրար կարողանում ենք ամենակարևորը հասկանալ ու միասին կարողանում ենք համագործակցել։ Սա քո կարծիքն է, իսկ Տաթևի։ Տաթևին ոչ։ Դե իրականում բարդ է աշխատել եւ ստիպել որևէ բան անել, որպեսզի ավելի ճիշտ ուղի, հա, ցույց տալ դիմացինին, բայց քանի որ Վահեն համամիտ է, որ ամենաճիշտ ճանապարհը գուցե եւ ես եմ մինչ օրս ցույց տվել եւ ցույց եմ տալու միշտ։ Կարծում եմ, եթե կոմպրոմիսների կարողանում ես գալ ճիշտ, ստացվում է աշխատանքը, ճիշտ է բիզնեսը եւ երաժշտական ասպարեզը շատ տարբեր են իրարից, բայց այս պարագայում բիզնեսում ավելի հեշտ ենք միասին, որ ասում եմ կոմպրոմիսի գալիս, այստեղ բարդություններ կան, բայց կարևորը տեղյակ լինես, թե ինչ ես ուզում անել։ Դա շոու բիզնես էլի, մեկը բիզնեսը ամեն դեպքում ժեշտվում է։ Պարզապես մենք փորձում ենք այս պահին անել լավ աշխատանք, առանց որևէ սպասումի, իհարկե կարևոր է այդ արդյունքը, բայց փորձում ենք կատարել ամենալավը, որովհետև մեր բնակավարը այն բնակավարն է, որ պետք է աշխատանք կատարես, բայց արդյունքների մասին չես կարող վստահ ինչ-որ մի բան ասել, պետք է պարզապես լավ աշխատանք կատարես, հետո արդեն ըստ դրա կհասկանաս, թե ինչ է քեզ ավելի շատ պետք։ Դե եկեք այս պահին ձեր վերջին լավ աշխատանքը վայելենք, դիտենք հեռուստադիտողների հետ նոր երգը եւ տեսահոլովակը, հետո վերադառնանք ու շարունակենք մեր զրույցը։ Պատմությունը մեր սիրո գրվել է երկնքում ու կապել է սերը մեր սրտերը այս կյանքում, որ աչքերս քո գրկում փակեմ, տեղը սիրտը իմ բացեմ, աստղերի տակ համբուրեմ քեզ ու ասեմ յոթերորդ երկինքը ներքևում այս թվում, երբ որ իմ գրկում քեզ եմ համբուրում, սիրահար քո սիրտը իմ սրտում է թաքնվում, երբ դու իմ գրկում ես հայտնվում։ Քեզ համար ամարձը մեր սիրո օրոր երկեր, քո տխուր աչքերը քաղցր շպիտով ներկեն, որ եթե գա օրը դու տխրես, իմանաս կողքիդ եմ ես, մեկի տեղը հետս երկու սիրտ ունես, յոթերորդ երկինքը ներքևում այս թվում, երբ որ իմ գրկում քեզ եմ համբուրում, սիրահար քո սիրտը իմ սրտում է թաքնվում, երբ դու իմ գրկում ես հայտնվում։
գեղեցիկ երգ տեսահոլովակ, շնորհավորում ենք եւ քանի որ YouTube-ում արդեն տեսահոլովակը կա, արձագանքները մեծ են, մի քիչ պատմեք, ինչ են ամենաշատը գրում, ինչն են ամենաշատը հավանել։ Իրականում ես չունեի նման սպասելիքներ, որովհետև ինչպես նոր նշեցի, կատարում ենք աշխատանք ու թողնում ենք արդեն հանդիսատեսի դատին։ Բավականին մեծ արձագանք ստացավ, հենց հաջորդ օրվանից սկսեցին տարբեր հոլովակներ տեղադրել Instagram-յան հարթակում, TikTok-յան, Facebook-յան, իհարկե։ Ուրեմն աշխատեց, եթե TikTok-ում հոլովակները կան։ Իրականում Տաթևի հետ միշտ քննարկել ենք երգի հետ կապված ու չունեինք նման սպասելիքներ, բայց չեմ կարող նաև նշել, որ այս ամենի հետևում իրականում կանգնած է Տաթևը ու դրա համար շատ շնորհակալ եմ, եթերից շնորհակալություն հայտնեմ Տաթևին։ Շատ կարևոր է, երբ որ համագործակցությունը չի խանգարում իհարկե այն ջերմությանը, սիրուն, որը կա մանկուց սկսված եւ համագործակցությունը դրա արդյունքում դառնում է ել ավելի ամուր։ Այնպես որ մենք ձեզ մաղթում ենք համագործակցության եւ այս գեղեցիկ աշխատանքների շատ երկար շարունակություն եւ համոզված ենք, որ այդպես էլ կլինի, դատելով ձեր տրամադրվածությունից։ Եւ շնորհավորելով Գալիկ Ամանորը, որտեղ արդեն այսօր իմիջերից այսօր նամակ գրելու օրն է Ձմեռ պապիկին, այնպես որ չմոռանաք նամակ գրել։ Այո, ուզում ենք ձեզ նվիրել Սարգոնը, Կարմիր չոր գինին Իջևանի գինու գործարանի կողմից, սա բացեք, շնորհավորեք միմյանց տեսահոլովակի պրեմիերայի հետ կապված եւ բնականաբար ուզում եմ նվիրել նաեւ ձեզ արև բացիկները, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, ընկերներին այս դեպքում, այստեղ հայտնի երգերից ֆրազներ են, այս մեկը Թաթայի երգից է, չի կարելի ապրել այս կյանքը, չէ, առանց ընկեր ու առանց ընկերուհի։ Սա ձեզ նվիրեք ձեր ընկերներին եւ շնորհավորեք նրանց ամանորը։ Շնորհակալություն ձեզ։ Մենք ենք շնորհակալ լավ եթերի համար, ձեզ անխափան եթեր ենք ցանկանում։ Շնորհակալ ենք շատ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Այո։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ տեղափոխվում ենք ֆիլմ աշխարհ եւ այսպես այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա Ձմեռվա երգ Սուրբ Ծննդյան ռոմանտիկ կատակերգության պրեմիերան։ Այս Միացյալ Նահանգներ Հայաստան համատեղ արտադրության ֆիլմը միջազգային հանդիսատեսին է ներկայացնում ջերմ տոնական պատմություն, որը լցված է հայկական մշակույթով, երաժշտությամբ եւ աներևակայելի բնությամբ։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան բոլորովին վերջերս տեղի ունեցել Միացյալ Նահանգներում, արժանանալով ջերմ ընդունելության։ Եվ այս առիթով մեր տաղավարում են բեմադրող, ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Անժելա Ասատրյանը, դերասան Քրիստա Մարինան, դերասան Էդգար Դամատյանը եւ պրոդյուսեր Դիանա Ավետիսյանը, հայաստանյան պրոդյուսեր։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ լավ։ Իմիջիալոց այսօր նամակ գրելու օրն է Ձմեռ պապիկին, գրել եք արդեն։ Այո, of course, շատ երկար։ Շատ երկար։ 3 էջ։ Շատ լավ։ Դե խոսենք ֆիլմից, որտեղ ֆիլմը եւս մի նամակ է Ձմեռ պապիկին ու ամանորյա տրամադրություն։ Խնդրեմ գաղափարի մասին, որն արդեն իրականացավ ու դարձավ շրջափելի։ Ուրեմն 1 տարի առաջ, տարի ու կես առաջ Անժելայի հետ ծանոթացանք, իմացանք, որ Անժելան ունի Հայաստանում ամանորյա ֆիլմ նկարելու ցանկություն եւ արդեն սցենար, հենց ինքն էր գրել սցենարը։ Մի 2-3 անգամ հեռախոսով խոսելուց հետո մեր հայկական կողմից եւս համարտադրող Արմինե Անդայի հետ եւ Անժելայի հետ միասին այդպես խոսելուց հասկացանք, որ միասին ուզում ենք անենք մեծ պրոյեկտ ու արեցինք շատ կարճ ժամանակում, որովհետեւ մենք ունեինք 1 ամիս նախարտադրական փուլ եւ դրանից հետո 22 օր նկարահանման օր եւ արեցինք մեծ պրոյեկտ, հենց ամանորին էլ նկարահանում ենք արել, այսպես այդ ամանորյա տրամադրությունը ամեն ինչը ֆիլմի մեջ կա։ Անժելան թող պատմի ոնց ծնվեց գաղափարը այստեղ ֆիլմ նկարելու։ Ես այս պրոյեկտից առաջ մի հատ դոկյումենտարի էի նկարել պատերազմի մասին, ու դա շատ ծանր գործ էր։ So իմ համար ուզում եմ մի բան ուրախ, թեթև պրոյեկտի վրա աշխատել ու գիտեի, դա էլ էր շատ կարևոր հայերի համար։ Ու մեկը որ Սան Դիեգո եմ ապրում ու մարդկանց ասում են դու որտեղից ես, ասում եմ Հայաստան, Արմենիա, ասում են օ Ալբանիա, ինչքան սիրուն է։ Այո, միշտ խառնում են դա։ Միշտ խառնում են, so ասի օքեյ, պետք է սա աշխարհին ցույց տամ, ինչքան սիրուն է մեր Հայաստանը։ Ձևով սկսեց։ Իսկ դերասանները ինչ կարծիքի են։ Ես պրոյեկտի սկիզբից էի մասնակցել, Էնջելին ինձ մոտեցավ, ասեց այս սցենարը ունեմ, ես էլ այս ժանրան շատ եմ սիրում, այս romantic comedy Christmas, դա իմ երազանքն է, sense կինոյի մեջ կարողանամ լինեմ, եւ որ Հայաստանում եմ նկարահանում, ես Հայաստանից համար գժվում եմ, so ես իմ համար
շատ ուժեղ շատ հրաշալի առիթ էր։ Այո։ Եվ Էդգարին կանչեց սա որ audition ունեմ եւ այս կինոյին մեջ շատ երաժշտություն կա եւ ես իբր երաժիշտ կարծեցի որ ավելի երաժշտության գապ պիտի ունենայի եւ audition-երի եւ տեսա հենց որ մտավ ասի դու ես Լիանան։ Եվ ձեր կերպարների ու համագործակցության մասին հեշտ էր միասին խաղալը, հարդ գնաց ամեն բան։ Շատ հեշտ էր, որտեղ ես Քրիստային որպես երգիչ շատ էի սիրում։ Ես իրան միշտ երկիչի իմաստով գիտեի իրան, հետո որ ասացի այս դերը որ Angela-ն գրեց, ես գիտեի որ այս դերը Քրիստան է, so Լիանան եւ Քրիստան ոնց որ նույն մարդն է։ So որ ես ասացի ես գիտեի որ ինքը շատ ուժեղ է խաղալու եւ շատ լավ է խաղալու եւ մենք իրար հետ լավ ենք գերենք։ So եւ այս կինոն մեզ ավելի մոտիկացրեց։ Ինչի մասին է պատմությունը։ Ամանոր, այո, այդ հեքիաթը հրաշքը, բայց բուն, ինչի շուրջ է ծավալվում գործողությունը։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով իր երազանքի ու ոգեշնչման հետևից գալիս է Հայաստան, աղջիկը երաժիշտ է, Լիանայի կերպարը երաժիշտ է եւ Միացյալ Նահանգներում music ստուդիոյում ասում են որ ոգեշնչումը քիչ է, ինքն էլ գալիս է հայրիկի հետքերով Հայաստան, քանի որ հայրիկը հայ էր, գալիս է Հայաստան ոգեշնչում փնտրելու ու գտնում է շատ ավելի մեծ բան, քան ոգեշնչումը։ Էդ էլ կիմանաք այսօր պրեմիերայից հետո եթերում։ Իմիջիայլոց ֆիլմը անգլերեն լեզվով է, հայերեն ենթագրերով, օրիգինալ լեզուն անգլերեն է։ Մենք չենք արել ձայնադրում, մենք հենց դրել ենք ենթագրեր, որպեսզի այդ էմոցիաները եւ ամեն ինչը շատ ճիշտ փոխանցվի հանդիսատեսին։ Եվ քանի որ Միացյալ Նահանգներում ֆիլմը արդեն ցուցադրվել է եւ արձագանքները կան, ինչպիսին են արձագանքները եւ այստեղ հիմա ձեր սպասելիքները այսօր երեկոյան ինչքան մեծ են։ Իմիջիայլոց ասեմ որ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Brothers ստուդիոյում, այո շատ ջերմ է ընդունվել, շատ այնտեղի հանդիսատեսը շատ է սիրել ֆիլմը եւ ով որ նայել է ասել է կուզենք Հայաստան գանք, տեսնենք այս ամեն ինչը իրականում ովքեր որ չեն եղել Հայաստանում կամ 20 տարի առաջ են եղել կամ ընդհանրապես ամերիկացի են, որովհետև դերասաններից մեկը հենց ազգությամբ ամերիկացի է, բայց խաղում է հայ, Ջուդան եւ Ջեսին հայ է, եւս երկու դերասան ունենք, ովքեր որ այստեղ են, մեր դերասաններն են, եկեք բոլորին թվեմ, որ Կրիստա Մարինա, Էդգար Դամատյան, Ջեսի Պետրոսյան, Ջուդան, Լիլի Վարդանը եւ Գևորգյանը, Գևը միայն չկարողացավ գալ, այսօր ովքեր որ կուզեն տեսնել դերասաններին Կարմիր գորգի վրա, մենք շատ փոքր քանակությամբ Կարմիր գորգի վաճառքի տոմսեր ունենք հենց Մոսկվա կինոթատրոնում, հնարավորություն կունենան մարդիկ տեսնել դերասաններին, նկարվել իրենց հետ, խնդրեմ համեցեք։ Այո։ Պրոդյուսերական գովազդ։ Այո, եւ ֆիլմը կգնա մեծ էկրաններ, այսօր պրեմիերան կլինի ու մեծ էկրաններ կբարձրանա, արդեն բոլորը կարող են դիտել։ Այստեղ են նաև մեր Ամերիկայից պրոդյուսերները, ովքեր որ եկել են հենց հատուկ ֆիլմի համար, մեր շատ լավ ընկերները, շատ մեծ բանակ է Ամերիկայից եկել այս ֆիլմի համար, ընդամենը 4 օրով, այսպես չքնած վիճակում, 4 օրով Ամերիկայից Հայաստան, դա բավական քիչ է։ Արդյունքից գոհ եք։ Այն ինչ որ ստացվեց արդեն վերջնական, երբ որ պրեմիերան եղավ, գոհ եք։ Այո, շատ ավելի լավ է եղել, քան ես կարող էի պատկերացնել։ Այո։ Դերասանները ամեն ինչ արդարացրեցին, թիմը ամբողջական, ամեն ինչ։ Այո, շատ լավ են խաղացել։ Սա կընկալում է շարունակություն համագործակցության։ Կարծում եմ, այո։ Հույս են, էլի։ Չէ, երկրորդը։ Ուզում ենք, այո։ Բայց ես կլինի ամառը արդեն։ Հարսանիք, Մեր չենք ուզում ցուրտը։ Ամառային արկածները։ Իդեպ ցուրտը խանգարեց որոշակի առումով, այսինքն եթե հաշվի առնենք, որ նկարանումներն անցկացվել են ձմռանը, չէ, հենց Ես կասեի օգնեց։ Օգնեց։ Չէ, ասենք սինեկա, չէ, ասենք դու շնչում ես, այդ շունչը երևում է, դա շատ բնական բան է, եւ մարդիկ տեսնում են, որ իրանք լուրջ ձմեռն են նկարվել, եւ դա մի տեսակ տենց տպավորություն է թողում, որ մարդիկ ասում են, որ դա շատ լավն է։ Մենք շատ ավելի ջերմ էինք, որպեսզի կոտրենք այդ ցուրտը։ Ձյանը հետ ծանոթ ենք բավական վաղուց, աշխատել ենք ֆիլմի մեկ ֆիլմում եւ հետաքրքիր է ձյանը, ես քո ստորիներից անընդհատ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, այստեղ եւ նույնիսկ մրցանակ։ Ճիշտ է։ Ահա, մի փոքր խոսենք այս քո ամեն տեղ լինելու ֆենոմենի մասին եւ այդ ամենը ճիշտ կերպով կազմակերպելու։
հենց հասկանամ ինչպես է դա ստացվում, համատեղել այդ ամեն ինչը երևի էլ չի ստացվի։ Շատ սպոնտան է միշտ ամեն ինչ լինում։ Մի օր իմ Ամերիկա գնալն էլ շատ սպոնտան եղավ, Անժելայի հետ խոսեցինք, ասեցի չէ, երևի չգամ, որ ստեղ կազմակերպեմ, ասեց ոչ պիտի գաս, ու ես մի շաբաթ հետո արդեն նահանգներում էի։ Այսինքն շատ սենց ամեն ինչ սպոնտան է ստացվում, որ պահին ես փորձեմ պլանավորել իմ առօրյան ու մոտակա մի քանի ամսվա աշխատանքը, երևի շատ ավելի քիչ աշխատանք կլինի, քան սպոնտան ստացվում է։ Կան ֆիլմեր, կան պրոդաքշններ, կա ամեն ինչ, որ անում ենք հենց իրար վրա, ոնց որ կուտակված գործեր, ու հույս ունեմ շատ ավելի մեծ գործեր են դեռ սպասվում։ Եվ հայաստանյան հանդիսատեսից ամեն դեպքում սպասելիքները, ինչ եք սպասում, ինչ եք ակնկալում այսօր։ Ջերմություն, ամենակարևորը, ուզում ենք, որ իրենք էլ տեսնեն, թե Հայաստանը ինչ սիրուն է, որովհետև ես ապրում եմ Հայաստանում, ես գիտեմ Հայաստանը, ես ֆիլմը նայելուց ասում եմ, ահա, ես ստեղ եմ ապրում, որովհետև մենք չենք գնահատում, այն ինչ այսօր ունենք, իրականում դա այդպես է, օվկիանոսից այն կողմ երբ որ տեսնում են, իրանք ավելի շատ են գնահատում, քան մենք այն չենք գնահատում, ինչ ունենք։ Ուզում ենք, որ տեսնեն ու գնահատեն դա։ Անժելա, դոկումենտալ ֆիլմ, հետո գեղարվեստական ֆիլմ, տարբերությունը եւ առանձնահատկությունները ձեզ համար որպես ռեժիսոր։ Այո, շատ մեծ տարբերություն կա։ Սցենարը, որ ամեն ինչ արդեն գրված է ու այդ ձևով պետք է նկարես, բայց դոկումենտարին գրված չի։ Գնում ես, սովորում ես, ապարատով ամենտեղ գնում ես ու այդ ձևով ես նկարում, հետո editing-ն ես սարքում կինոն։ Այս էլ հակառակն է, այս էլ ամեն ինչ գրված է, so Որտեղ ավելի հեշտ, այստեղ դերասաններ են, այնտեղ իրական մարդիկ են։ Հա, այո։ Կասեի երկուսն էլ դժվարությունը կա, հեշտությունը կա, բայց ես ավելի շատ էսի սիրեցի, քան ստե դոկումենտալ։ Անժելան իմ ջելոց ասեմ, որ մասնագիտությամբ հոգեբան է։ Այո։ Համար ավելի հեշտ է ձեզ։ Եվ ինքնուս ռեժիսորը ավելի շատ սովորել է դոկումենտարի վրա ու հետո որոշել է, որ անում է գեղարվեստական ֆիլմ ու ասել ու արել է։ Մի անգամից։ Իմ ջելոց ասեմ, այս ֆիլմի վրա ավելի շատ կանայք են աշխատել, ստեղծագործական թիմի մեջ, այդ պրոդյուսերական թիմի մեջ կանայք ավելի շատ են, շատ ավելի շատ են։ Էդգար։ Այո։ Գենդերային անհավասարություն է դիտի։ Էդգարն էլ պրոդյուսերների մեջ է, այո, բայց Էդգարը իր պրոդյուսերական ներդրումը արել է այլ կերպ, իսկ հիմնական ֆիլմ ստեղծողները են մարդիկ, ովքեր որ աշխատել են, որ ամեն ինչը լինի, բոլորը կանայք են։ Այո, սա տղամարդկանց աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ, ինչպես ասել են։ Այսպես արդարացնենք։ Եվ վերջին հարցը տամ ու նոր եզրափակենք զրույցը, ամենաբարդ նկարահանված տեսարանը։ Our favorite scene. No, our hardest scene. Ո՞ր մեկը կասի։ Ո՞ր մեկը։ Չէ, բոլորը բաց է, այնքան շատ լավ է դրամար, շատ լավ ժամանակ անցկաց։ Ասենք բոլորը հավես է, ասենք որ գնացել ենք Մայլեր, այդ տեսարանը մենք այնքան ուրախ ենք այդ օրը, ոնց որ ձելագնդիկ ենք խաղում, բան ենք անում, շատ հավես է։ Պրոդյուսերները։ Ես սիրում եմ իմ դերասաններին, իմ ռեժիսորին, բոլորին ու ձուն։ Ես կասեի այդ որ գնացել ենք Երևան Park, բանի վրա։ Այդ շատ ցուրտ օրեր, գիշերվա կեսին էր դա, բայց հավես էր, բայց մի քիչ ավելի բարդ։ Ու դժվար էր նկարել այդ փոքր սպանը։ Սպասում եք որ շարժվից Եթե պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, ոչ մի դժվարություն չկա, հակառակ այդ բոլոր դժվարությունները շատ հաճելի են։ Անձամբ ճանաչում Զինային կարող եմ ասել այդ պրոֆեսիոնալիզմը, դե Անժելան էլ արդեն այստեղ իր փայլում են աչքերը, նշանակում է ամեն ինչ շատ լավ է։ Շնորհավորում ենք ձեզ եւ մաղթում ֆիլմին երկար ընթացք ու արդեն հաջորդ ֆիլմերը կաստինգին էլ չմոռանաք կանչեք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սարգոն Սպիտակ չոր գինին, այսօր պրեմիերայից հետո կբացեք եւ հայկական գինով կվայելեք եւ բացիկներ, պոստկարտեր, քանի որ ավելի շատ դրսում, հա, ինձ Միացյալ Նահանգներում ընդունված է իրար բացիկներ նվիրել, սրանք կարևոր բացիկներ են, որտեղ կա շատ սեր ու տրամադրություն։ Ուզում եմ ձեզ նվիրել բացիկներ, որտեղ հայտնի երգերից են Արսեն Սաֆարյան, այս ինչ սիրուն ես անհավանական գեղեցկուհի, սա ձեզ։ Հաջորդը Էրիկ իմ աշխարհերկ, դինեմ աշխարհով մեկ, սա ձեզ։ Դուք շատ եք սիրում։ Հաջորդը իմ սերը քեզ թևեր թող տա, Անդրե։ Դիանա, քանի որ մենք լավ ընկերներ ենք, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որտեղ գրած է իմ ընկեր։ Թաթա, չի կարելի ապրել այս կյանքը առանց ընկեր ու առանց ընկերուհի։
Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ, լավ տրամադրություն ու լավ ընթացք ֆիլմին։ Շնորհակալություն։ Այսօր երեկոն գժական երեկո եւ շատ հիշվող պահեր, այնպես որ թող բարի ընթացք լինի ֆիլմը։ Այո։ Շատ շնորհակալություն։ Դե կունենանք հիմա կարճատև դադար, որից հետո կվերադառնանք ու կամփոփենք այսօրվա առավոտը։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, ավարտվեց մեր այսօրվա հաղորդաշարը։ Ես հուսով եմ մինչև այս պահը մեր հետ էիք, նամակները արդեն գրել եք, պատրաստել եք այն համեղ նախաճաշը կամ արդեն ճաշի տարբերակը եւ իհարկե օրը շարունակելու եք բարձր տրամադրությամբ։ Սիրելիներս, պատրաստեն կոտլետները ամենապարզ, հասարակ բաղադրիչներից կազմված, շատ համեղ վիտամիններով հարուստ կոտլետներ։ Պատրաստեք եւ վայելեք։ Սիրելիներս, լավ մնացեք, հետևեք ձեզ, մի փոքր օդը սառն է, պետք է լավ հագնվել, որպեսզի չհիվանդանանք։ Էնպես որ լավ եղեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում։ Կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինեին, այո, քիչ հետո արդեն կհամտեսենք այն համեղությունը, որ նա պատրաստել է եւ իհարկե կհամեմենք բրիզով ռոզե փրփրուն գինի, որ ներկայացնում է Ջովանի գինու գործարանը, հաճելի համադրություն այս ձմեռային երեկոների համար։ Եվ եթե ունեք հատուկ առիթներ, ապա ձեր արտաքին տեսքը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ Master Right Barber Shop-ը պատրաստ է բոլոր տղամարդկանց դարձնել արագեղեցիկը։ Չմոռանանք, որ այն գտնվում է Նալբանդյան 37 հասցեում եւ պրոֆեսիոնալ բարբերները Վահեն Արտակը եւ իրենց թիմը պատրաստ են ընդունելու բոլորին։ Իսկ ոչային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ գտեք նոր տեսականից ձեզ համար հարմար եւ ոչային լուքեր։ Եվ քանի որ ինչպես նշեցինք այսօր ձմեռ պապիկին նամակ գրելու օրն է, այնպես որ գրեք ձեր նամակները արև բացիկների մեջ։ Բացիկներն ունեն իհարկե տողեր ամանորյա երգերից եւ անկյուն, որտեղ ինքներդ արդեն կարող եք լրացնել ու նամակը գրել։ Չմոռանաք բացիկները հարցնել քաղաքի լավագույն սուպերմարկետներից, ծաղկի սրահներից եւ բնականաբար քաղցր սրահներից։ Այնպես որ արև բացիկները գտեք նաեւ Instagram-ով։ Դե ամիսը հրաշքներով լի է, արդեն գաղտնի Սանտա խաղալու ժամանակահատվածն է, սիրելի հեռուստադիտողներ, երազանքներ պահելու, տարին ավարտելու, ամփոփելու գործերը եւ նոր տարին դիմավորելու նոր նպատակներով եւ նոր երազանքներով։ Ես հուսով եմ, որ բոլոր գործերը կհասցնենք ավարտին 2025 թվականի վերջին ամսին եւ 2026 թվական մուտք կգործենք մեծ նպատակներով եւ մեծ երազանքներով։ Շնորհակալություն, որ այս առավոտը մեզ հետ սկսեցիք, հուսով եմ, որ կարողացանք փոխանցել ձեզ մեծ սեր, ջերմություն եւ լուսավորեր առավոտը մեզ հետ։ Մենք ունեցանք հետաքրքիր հյուրեր եւ հագեցած եթեր, ինչպես միշտ, այնպես որ կհանդիպենք արդեն վաղ առավոտյան նույն ժամին նույն տեղում եւ շաբաթը կամփոփենք միասին, աշխատանքային շաբաթը։ Եվ չենք մոռանում, որ այս ամենը այսօր էլ պատրաստվեց շատ մեծ սիրով։